Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 21։ Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, և շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Դանիել 12:3 խոսք։ Ահա մի բան, որ ինձ արթուն է պահում։ Իմաստուն լինելն ինքնին վեհ բան է։ Այստեղ խոսքը վերաբերում է աստվածային իմաստությանը, որը միայն Տերն ինքը կարող է պարգևել։ Ախ, երանի ճանաչեինք ինքներս մեզ, մեր Աստծուն և մեր Փրկչին, թող որ մենք այնքան աստվածապես ուսուցանվենք, որ կարողանանք երկնային ճշմարտությունը գործադրել մեր կյանքում և ապրել դրա լույսի մեջ։ Արդյոք մեր կյանքը իմաստուն կյանք է։ Արդյոք մենք փնտրում ենք այն, ինչ պետք է փնտրենք։ Արդյոք ապրում ենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ ապրած լինեինք, երբ հասնենք մահվան ժամին։ Միայն այդպիսի իմաստությունն է, որ կարող է մեզ համար ապահովել հավիտենական փայլ, ինչպես այն արեգակնալույս երկինքների պայծառությունը։ Հոգիներ շահող լինելը փառավոր ձեռքբերում է։ Մենք պետք է իմաստուն լինենք, եթե ցանկանում ենք թեկուզ մեկին դարձնել դեպի արդարությունը, և առավել ևս, եթե ցանկանում ենք շատերին դարձնել։ Ախ, երանի ունենանք Աստծո, մարդկանց, խոսքի և Քրիստոսի այնպիսի ճանաչողություն, որը մեզ հնարավորություն կտա մեր մերձավորներին դարձի բերել և նրանցից շատերին դեպի Քրիստոս առաջնորդել։ Շատ կցանկանայի, որ մենք ամբողջովին նվիրվեինք այս գործին և երբեք հանգիստ չառնեինք, մինչև այն չկատարեինք։ Սա շատ ավելի բարձր է, քան արքունիքում փառք ու պատիվ շահելը։ Սա մեզ կդարձնի աստղ, փայլող աստղ, հավիտյանս հավիտենից փայլող։ Ով իմ անձ, արթուն կացիր, Տեր, կենդանացրու մեզ քո ողորմությամբ։